Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն։ Այսինքն հիմա մենք սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրավունք չունենք այս բառը օգտագործելու։ Ես որպես մասնագետ, որ զբաղվում է թեմաներում, որտեղ էթնիկ զտումը դա տարածված տերմին է, ես իրավունք չունեմ այն օգտագործել։ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին խոսելը վնասակար համարող Փաշինյանին ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը հարց է տալիս. ինչ է նշանակում վարչապետի այդ հայտարարությունը։ Արդյոք ցեղասպանագետներն այլևս չեն կարող զբաղվել էթնիկ զտման ցեղասպանության հարցերով, քանի որ Փաշինյանը դա որակել է վնասակար։ Վարչապետի հայտարարությունը պատմաբանին հիշեցնում է Խորհրդային Միության ժամանակահատվածը։ Նաև ինչ որ միտեղ սարսափում եմ դա մեկնաբանեմ, որովհետև մենք նման բաներ մեր պատմության ընթացքում ունեցել ենք, բայց դա այլ պետության մեջ էր, էլի, դա Խորհրդային Միության մեջ էր, երբ որ կային որոշակի արտահայտություններ, թեմաներ, որոնք արգելված էր, որոնց մասին խոսել։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ես որպես պատմաբան մեկնաբանում եմ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել։ Ես այդ իմ մեղքը չի, որ դա տեղի է ունեցել, եւ իմ մասնագիտական գոնե աշխատանքը պահանջում է մասնագիտական օբյեկտիվությունը կատարվածը կոչել իր անունով։ Ես չգիտեմ, այսինքն մենք ինչ որ տաբու բառեր պետք է որոշենք եւ չխոսենք դրա մասին։ Այն, որ Ադրբեջանը 2023-ին Արցախում էթնիկ զտում իրականացրեց ռազմական ագրեսիայի միջոցով բռնի տեղահանելով ավելի քան 100,000 արցախցիների, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր բարձրաձայնում։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2023-ին Արցախյան մեկօրյա պատերազմից օրեր անց մինչև Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը ահազանգում էր ցեղասպանության եւ էթնիկ զտման մասին։ A sustainable and viable international mechanism for preventing the ethnic cleansing of the indigenous population of Nagorno-Karabakh. Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն եւ կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայականն է։ 2024-ին արդեն իսկ արցախահայերի էթնիկ զտումից հետո ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումում Միրզոյանը մեղադրում էր միջազգային հանրությանը, որ ցեղասպանության մասին խոսում են այն ժամանակ, երբ այն արդեն կայացած փաստ է դառնում, ժամանակին քայլեր չձեռնարկելով հանցագործությունը կանխելու համար։ Ընդ որում, իբրև օրինակ Միրզոյանը բերում էր ոչ միայն անցած դարի հայոց ցեղասպանությունն, այլև Արցախում տեղի ունեցածը։ Մեր տարածաշրջանում դրականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի։ Ինչու Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման մասին ահազանգող Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այդ մասին խոսելն արդեն վնասակար է, եւ արդյոք այն կարող է վնասակար ու կոնֆլիկտածին լինել, ինչպես պնդում է վարչապետը։ Ես կարծում եմ, որ կոնֆլիկտները չեն առաջանում հենց այդ հնչեցված ինչ որ մի բառերից, այլ առաջանում են, որտեղ կան նպաստավոր պայմաններ, կան վատ կառավարության վատ աշխատանքներ եւ այլն։ Եվ այս առումով շատ պարզ եւ պրիմիտիվ կլինի, եթե մենք կարծենք, որ միայն այդ մի բառը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ։ Ես ասում եմ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետեւ մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Երբ որ քեզ խորհուրդ են տալիս արդարությունից այլևս չխոսել, արդարության վերականգնման համար աշխատանք չտանել, դա խարխլում է ընդհանրապես քո բարու եւ չարի նկատմամբ, քո աշխարհայացքի, քո չգիտեմ, ամենօրյա քո աշխարհընկալման հիմքերն է խաթարում։ Ես որպես մասնագետ, որպես մարդ, որպես հայ, ես ունեմ իմ պատկերացումը պատմական արդարության վերականգնման վերաբերյալ եւ ես դրա մասին մտածել եմ, դրա մասին խոսել եմ, դա քննարկելու եմ։ Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը դժվարանում է ասել, թե իր այս քաղաքականությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան հեռուն կգնա եւ այսօր արդեն հրաժարվելով պատմական արդարության վերականգնումից, արդյոք հնարավոր է, որ մի օր էլ հրաժարվի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումից եւ հայոց ցեղասպանության ինստիտուտի ֆինանսավորումից։ Իդեպ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը դեռ 2024-ին հայտարարեց, որ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս կառավարության առաջնահերթություններից չէ։ 1 տարի անց նույնը կրկնեց վարչապետ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Դրանպես հայ ժողովրդի այդ հիմնական հիմնասյուներից մեկն է ի վերջո հիշողությունը, պատմական հիշողություն եւ ցավոք սրտի, բայց նաեւ ողբերգական պատմության հիշողությունը մեր այսպես ինքնության հիմքերից մեկն է եւ այդ առումով ես նախ կուզենայի հուսալ, որ իրենք հասկանում են, այսինքն այս քաղաքականությունը իրականացնողները հասկանում են ինչ մեծ վտանգի առաջ կհայտնվեն նաև իրենք, եթե փորձեն այդ քայլերը ձեռնարկեն, որովհետև դու կարող ես պետական մակարդակով շատ բաներ չբարձրաձայնես, բայց հանրային գիտակցությունից այդ թեման հանել անհնար է։ Ցեղասպանագետի համոզմամբ ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը ոչ թե խանգարող, այլ օգնող միջոց կարող է լինել խաղաղության վերականգնման համար։ Ի վերջո, հենց պատմական ճշմարտությունը իմանալուց, ընդունելուց եւ, չգիտեմ, արտարությունը վերականգնելուց հետո է հնարավոր իրական եւ խաղաղությունը։